Դեպրեսիա, տագնապային խանգարումներ և ստրեսային այլ իրավիճակներ, հայկական ստարտափը տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ աճող հոգեբանական խնդիրների դեմ պայքարում է հենց տեխնոլոգիական լուծումներով։ Ստարտափի նպատակը մենթալ առողջությունը բոլորին հասանելի դարձնելն է։ Խաղաղիկացված հեշտ տարբերակով մարդուն օգնում ենք հնարավորինս արագ հաղթահարել ու ավելի արդյունավետ ու գիտակցված մոտեցում ունենալ մենթալ խնդիրներին։ Ստարտափը պայքարում է Digital Startup Awards 2025 մրցույթի լավագույն ստարտափ նախագիծ անվանակարգում հաղթողի կոչման համար։ Առողջապահությունից մինչև կրթություն եւ այլ ոլորտներ ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորում անցկացվող կիսաեզրափակիչ փուլին իրենց նորարարական գաղափարներն ու նախագծերներ ներկայացնում 9 թիմ։ Մենք տալիս ենք պատրաստի գործիքներ ուսուցիչներին, որը իր մեջ ներառում է AI տեխնոլոգիաները, լրատվամիջոցային տեխնոլոգիաները, ու իրանք շատ հեշտ ուղղակի կլիկ անելով նորական կրթական կոնտենտ են ստեղծում, ու այդ բացը այդ կրթության մեջ ու տեխնոլոգիաների փակվում է։ AI-ով ինքը ստեղծված այնպիսի product, որ տարբեր դիզայներներ կամ տարբեր մարդիկ, ովքեր ունեն իրենց վեբ կայքերը, կարող են իրենց նկարները տեղադրել մեր UI ասիստենտում, AI-ը դա անալիզ է անում, վերլուծություն է կատարում տարբեր տեսակի կոնֆիգուրացիաներով։ Լավագույն ստարտափ նախագիծ անվանակարգում մրցում էր 25 թիմ։ Մրցույթի նպատակն է խթանել նորարարական գաղափարների զարգացումը, աջակցել տեխնոլոգիական ստարտափների աճին և միջազգային էկոհամակարգում ինտեգրմանը։ Մանրատիպ միջոցառումները, որոնք նաև իրականացնում ենք տարբեր երկրների հետ տարածաշրջանի, նաև հետաքրքիր համագործակցություն կա նաև հիմա Թուրքմենստանի հետ, կարծում ենք Հայաստանի համար, մեր էկոհամակարգի համար նոր միջավայր է, նոր շուկա է, նոր զարգացման հնարավորություններ։ Գաղափարի ձևավորում, նախնական մշակում, արտադրանքի և ռազմավարության կատարելագործում, ֆինանսավորում, մրցույթը միավորում է ստարտափ հիմնադիրների Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Վրաստանից, Մոնղոլիայից և Հայաստանից։ Քանի որ Հայաստանի շուկան միշտ փոքր է եղել, միշտ մտածել ենք նայել մեծ դեպի մեծ շուկաներ, համաշխարհային շուկաներ եւ ստեղծել այսինքն ապրանքներ, որ մրցունակ են այդտեղ։ Եվ նույնիսկ միջինասիան, այսինքն միջինասիան լայն, եթե նայենք Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան, Կիրգիզստան, ապա Հայաստանի համար բավականաչափ մեծ, նաեւ Ռուսաստանի կարելի ասել արևելյան մասերը, ինչի՞ չէ նաեւ Չինաստան, բավական շատ ու հետաքրքիր մեծ շուկա է Հայաստանի համար եւ նաեւ այս կարծում նոր մշակույթ է։ Մենք միշտ նայում ենք Միացյալ Նահանգներ, մենք միշտ նայում ենք Եվրոպա, այս շուկաները կարծում եմ եւ նման միջոցառումներ մեծ խթան են նման շուկաներ մտնելու համար։ Digital Startup Awards-ը ոչ միայն մրցույթ է, այլև ուսուցման, մենթորության և ներդրումների հարթակ, մասնակիցները հնարավորություն ունեն օգտվելու միջազգային փորձագետների խորհրդատվությունից, ընդլայնելու գործընկերային ցանցը և ամրապնդելու իրենց բիզնես մոդելները, ներդրումներ ներգրավելու և նոր շուկաներ գտնելու համար։ Մրցույթի հայաստանյան գործընկերը Enterprise Armenian է։ Ինչպես մեծ խաղացողները ստեղծում են միջավայր ստարտափների զարգացման համար, այնպես էլ փոքր ստարտափները ծնում են այդ միջավայրը, այսինքն բիզնես միջավայրի տեսանկյունից դու չես կարող ունենալ մեծ խաղացողներ, եթե չկան տեղական գործընկերներ, փոքր ստարտափներ, ովքեր կհամագործակցեն մեծ խաղացողների հետ։ Իմ կարծիքով սա տնտեսության արդյունավետ զարգացման ցիկլի բաղադրիչ մաս է կանում։ Կիսաեզրափակչի հաղթող լավագույն 2 թիմերը կմասնակցեն Տաշկենտում կայանալիք եզրափակիչ փուլին, պայքարելով գլխավոր մրցանակի համար։ Մրցանակային ֆոնդը կկազմի $1 միլիոն։ Ուրիր Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։